Ադամյան, մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին։ Մոսկվան այս օրերին փորձում է կայունացնել իրավիճակը, Կիևին առաջարկել է երրորդյա հրադադար, սակայն Զելենսկին ասում է, Կիևը պատրաստ է հրադադարի, բայց ոչ թե 3, այլ 30 օրով, եւ Զելենսկին նշում է, որ չի կարող պատասխանատվություն կրել այն պետությունների ղեկավարների անվտանգության համար, ովքեր մայիսի 9-ին կլինեն Մոսկվայում։ Ըստ ձեզ ինչ վտանգներ կարող է սպառնալ։ Սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը ես ճիշտ քայլ չեմ համարում, որովհետև գործնականում Մոսկվայում այդ օրը Հայաստանի Հանրապետության ղեկավարի ներկայությունը որևէ հարց չի լուծում։ Ավելին, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է ապարան գնար, այլ գնար Վատիկան։ Այ Վատիկանում նա լուծելիք հարցեր ուներ, հաշվի առնելով, թե ովքեր էին Վատիկանում եւ Վատիկանում ինչ հարցեր հաջողվեց լուծել։ Մոսկվա գնալը կամ Մոսկվա չգնալը ավելի ճիշտ, շատ ավելի ճիշտ դիրքորոշում կլիներ։ Ինչ վերաբերում է Զելենսկու հայտարարությունը, գիտեք, Զելենսկուն կարելի է հասկանալ, ինչու երրորդյա հրադադար եւ ոչ 30-օրյա։ Կամ ինչու, երբ որ հայտարարվեց նախորդ հրադադարը, ռուսական եւ ուկրաինական կողմերը սկսեցին միմյանց մեղադրել ու գործնականում հրադադարը չպահպանվեց։ Արդյոք հիմա էլ հրադադարը կպահպանվի։ Այլ պետությունների հասցեին, պետությունների ղեկավարների հասցեին սպառնալիքներ կարծում եմ այդ հայտարարության մեջ չկա։ Հայտարարության ենթատեքստը ավելի շատ այն է, որ Զելենսկին չգիտի, թե Մոսկվան այդ օրերին ինչ կնախաձեռնի եւ ինքը ինչով հարկադրված կլինի պատասխանել, որովհետեւ դե ֆակտո ռուսական կողմը որևէ հրադադար չի պահպանում։ Այսինքն կարող է Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ սպառնալ, թե ոչ, եւ մյուսներին։ Ես կարծում եմ, որ ոչ։ Զելենսկին ասել է ես անվտանգության երաշխիքն եմ։ Ես հենց դա էլ ասում եմ, Զելենսկին ակներևաբար նկատի ունի այն, թե Ռուսաստանը այդ ընթացքում ինչ քայլեր կձեռնարկի։ Չնայած հայտարարում է հրադադար, երբևէ Ռուսաստանը իր հայտարարած հրադադարը չի պահել։ Եվ Զելենսկին բնականաբար չգիտի ինչ կստանա, ինչ հարված կստանա եւ ստացած հարվածին ինչ հակահարվածի հարկադրված կլինի։ Դա է խնդիրը։ Իսկ ինչու Նիկոլ Փաշինյանը չպետք է գնալ, դա ասում են նաև մեր հաղթանակն է։ Իհարկե մեր հաղթանակն է։ Բայց եկեք հաշվի առնենք, էլի շատ պարզ փաստ։ 45 թվականից հետո ինչ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում։ Հիշում եք մեծ հայրենադարձությունը, որ ձեռնարկվեց 46-ին։ Եթե դա հիշում եք, բնականաբար պիտի հիշեք նաև այն հայրենադարձներին Սիբիրաքսորելու ակցիան։ Դե ֆակտո տեղի ունեցավ այն, որ 45 թվականին աշխարհը, ինչպես իրենք հայտարարում են, ֆաշիզմից ազատագրող պետությունը հետագայում եւ Արևելյան Եվրոպայի եւ Խորհրդային Միության հանրապետությունների նկատմամբ նույն ֆաշիստական գործողություններ է կիրառեց։ Արդյոք Արևելյան Եվրոպայում կարողացան ինքնիշխան պետություններ ձևավորվել, թե ձևավորվեց Վարշավայի պակտը։ Ինչ քաղաքականություն վարեց Ռուսաստանը հաղթանակից հետո։ Ինչու Հայաստանի Հանրապետության վերջապես հայրենազրկումից, վերջապես հայրենիքի կարոտով հայրենիք վերադարձած մարդիկ հայտնվեցին Սիբիրում։ Ինչու չեչենները հայտնվեցին Սիբիրում։ Այդ հարցերը որևէ մեկը պետք է բարձրացնի։ Այդ հարցերի պատասխանները մենք պետք է տանք։ Տեսեք, Ռուսաստանը 45 թվականի հաղթանակից հետո առ այսօր շարունակում է անվերջ ֆիլմերում, երևի հազարավոր ֆիլմեր են նկարվել, հաղթել Գերմանիային։ Որևէ մեկը հարցրել է, թե ինչ հաղթանակի ֆետիշացում է, եւ ինչու է անվերջ Ռուսաստանը շարունակում Բերլինի Ռայխստագի վրա կարմիր դրոշ բարձրացնելը։ Արդյոք դրա պատճառը այն չէ, որ ես հիշում եմ Միդերվագեր մի ռուսկին ասում էր Կարմիր հրապարակի շքերթի ժամանակ տարիներ առաջ մի ռուսկին ասում էր ես հասկանում եմ, որ մենք հաղթել ենք։ Ես հասկանում եմ, որ մենք ֆաշիզմին ենք հաղթել, բայց ես չեմ հասկանում։ Մենք ինչի ենք այսքան վատ ապրում, գերմանացիները այսքան լավ ապրում։ Արդյոք դա հենց այդ հարցի պատասխանը չի։
Ինչու է Ռուսաստանը անվերջ շարունակում իր այդ հաղթանակը պարտադրել մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնել, որովհետև դա ըստ էության լիարժեք հաղթանակ չի եղել։ Եվ վերջապես հիշենք Ուինստոն Չերչիլի խոսքերը հենց 45 թվականին, որ այսօրվա հակաֆաշիստները դառնալու են վաղվա ֆաշիստները։ Սա մարգարեական խոսք դարձավ, թեպետ 45 թվականին երևի որևէ մեկի համար հասկանալի չէր ու աբսուրդի ժանրից էր։ Բայց դե ֆակտո այսօր այն ժամանակվա հակաֆաշիստները դարձել են այսօրվա ֆաշիստները եւ դա վկայում է նաեւ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Ու այդ պատերազմի կարգախոսները դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, ինչ դենացիֆիկացիա։ Արդյոք որևէ պետություն իրավունք ունի հարևանին դենացիֆիկացիայի ենթարկելու։ Բայց հիմա այսպեսի տեղեկություններ են գալիս Մոսկվայից, որ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում ինչ-որ խումբ է ձևավորվել Կիրիենկոյի գլխավորությամբ, որպեսզի նա զբաղվելու այսպես Հայաստանի հարցերով կուրատորն է լինելու եւ ինչ-որ տեխնոլոգիաներ են կիրառվելու նախ սա դուք ինչպես եք մեկնաբանում եւ սա նաեւ այս մայիսին առիթ չէ, որ Նիկոլ Փաշինյանը գնա եւ ինչ-որ պարզաբանումներ պահանջի։ Ճիշտ է, որ խումբը նոր չի ձևավորվել, այդ խումբը, այսպես ասած, վաղուց կա։ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմում կան տարբեր կուրատորներ, որոնք տարբեր պետությունների հետ հարաբերություններ են համակարգում։ Պարզապես այդ համակարգողն է փոխվել, Դմիտրի Կոզակին փոխարինել է Սերգեյ Կիրիենկոն, որը եղել է Ռուսաստանի նախկին վարչապետերից մեկը։ Եվ դուք երևի թե ճիշտ նկատեցիք, որ Կիրիենկոյի նշանակումը անմիջապես Հայաստանի Հանրապետությունում իր արձագանքը ունեցավ 5-րդ Չարասյան Կրեմլի վկաների ակտիվացման տեսակետից։ Այսինքն ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դեմ նոր չի սկսել, դա վաղուց շատ վաղուց սկսված գործընթաց է։ Պարզապես հիմա հիբրիդային պատերազմում իր նուրբ փափուկ ուժի կիրառումը փոխարինում է հնարավորինս շատ ավելի կոշտ ուժի կիրառմամբ։ Ընդհանրապես դա է տեղի ունեցել։ Երեք ես այնուամենայնիվ ուզում եմ հավաստել, որ սա ֆալ ստարտ է։ Միանշանակ է, որ թիրախում 2026-ի ընտրություններն են, բայց 2026-ի ընտրություններից առաջ ընտրությունների գաղափարը այսպես առաջ բերել, ներքաղաքական դաշտում ստեղծել նման առճակատում, արդյոք որևէ մեկին ձեռնտու է։ Միանշանակ ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև թերևս այդ պարագայում խնդիր է դրված քաղաքական մյուս ուժերին դաշտից վտարել եւ թողնել երկու ուժ՝ քաղաքացիական պայմանագիր եւ Ռոբերտ Քոչարյան։ Նպատակը դա է։ Իսկ թե ինչպես Ռոբերտ Քոչարյանին այդ պարագայում կհաջողվի 2026-ի ընտրություններում իշխանության բերել, կարծում եմ սխամանել է մշակված։ Բոլոր այն մյուս ուժերը, որոնք Դոնթի բանաձևով կմտնեն խորհրդարան, կմիանան Ռոբերտ Քոչարյանին եւ կստացվի ԿՊ փոքրամասնություն։ Ամենայն հավանականությամբ Կրեմլում մշակված սխեման սա է։ Կգործի այդ սխեման։ Բնականաբար ոչ, որովհետև Ռուսաստանին որևէ կերպ չի հաջողվի Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի ռեբրենդինգը։ Ռուսաստանի Դաշնությունը, տեսեք, շատ հետաքրքիր այստեղ նուրբ հանգամանք կա։ 2020-ից հետո ով ասես քաղաքական դաշտում փորձեց հեղաշրջում անել։ Հոգևորականներ, աշխարհիկ, նախկին, ներկա, խորհրդարանական ուժեր, հիմա էլ սկսել են իմպիչմենտի գործընթաց, բայց հաջողության չհասան եւ ակնհայտորեն հաջողության չեն հասնելու։ Այս պարագայում ինչ է մնում Կրեմլին իր նպատակին հասնելու համար։ Կրեմլին մնում է Հայաստանի Հանրապետությունում ոչ թե հեղաշրջում անել, այլ ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել։ Միակ տարբերակը, որ Հայաստանի ժողովուրդը կարող է ընդունել։ Դա է հիմա դրված խնդիրը, ամենավտանգավոր խնդիրը մեզ համար։ Կգնանք մենք այդ տարբերակին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրությունն այնքան հասունացել է։ Այս ընթացքում այնքան իրադարձություններ են եղել, ճիշտ պատկերացումներ կազմելու համար, որ այդ տարբերակը եւս չի աշխատի։ Եվ այս ֆալ ստարտը 2026-ի ընտրությունների բացարձակապես անտեղի է
օգտակար գործողության զերո գործակցություն։ Այսինքն պատերազմող Ռուսաստանը Տիկին Ադամյանը ըստ էլ բան ու գործ չունի, այդ իր երկրի արչև ծառացած մարտահրավերները թողած, մտածում է սա 3 միլիոնի մեջ ոնց իշխանափոխություն կազմակերպի։ Ռուսաստանը պատերազմում է արդեն 3 տարի։ Եվ որևէ բան չխանգարեց նույն այդ Ռուսաստանին պատերազմի ընթացքում իշխանազավթման փորձ անել Մոլդովայում։ Ինչու նույնը չի կարող անել Հայաստանում։ Նույն պատերազմն է, չէ՞ Ուկրաինայի դեմ։ Ինչն է խանգարելու, կարող եք ասել։ Ռուսաստանի առաջ դրված է գլոբալ խնդիր, Ռուսաստանը ունի գլոբալ խնդիր։ ԽՍՀՄ 2-ի վերականգնումը նոր ռեբրանդինգված տարբերակով։ Ձեզ հարցրել եք, ինչու Ռուսաստանի Դաշնությունը որևէ համաձայնության չի գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար։ Հարցրել եք ձեզ։ Ինչու չի գալիս։ Որովհետև Ռուսաստանի Դաշնությանը բացարձակապես չեն հետաքրքրում տարածքները։ Մեղմ ասած։ Ոչ Ղրիմը, ոչ Դոնբասը, ոչ Լուգանսկը, ոչ Խերսոնը։ Ռուսաստանի Դաշնությունն ունի գլխավոր խնդիր՝ Ուկրաինայում հասնել իր դրածոյի իշխանության գալու։ Միմիայն այդ խնդրի լուծման պարագայում հերթական Յանուկովիչի, իհարկե ոչ Յանուկովիչ ազգանունով, հերթական Յանուկովիչի իշխանության գալու խնդիրն է Ռուսաստանի Դաշնությունն լուծում։ Պատահական չէ, որ ռուսները առաջ քաշեցին նաև այն խնդիրը, որ Զելենսկին լեգիտիմ չի եւ Զելենսկու հետ հնարավոր չի համաձայնագիր կնքել եւ որ պետք է Ուկրաինայում լինեն ընտրություններ, չնայած դա բնականաբար հակասում էր Ուկրաինայի սահմանադրությանը, առ այն, որ պատերազմի ժամանակ արտակարգ դրության պարագայում հնարավոր չի ընտրություններ անել։ Ռուսաստանում գիտեին Ուկրաինայի սահմանադրությունը, իհարկե գիտեին, բայց պայմանը դնում էին։ Ինչու՞։ Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում Զելենսկին ընտրված նախագահ է, ընտրված նախագահ։ Իսկ որքանով է ընտրված նախագահ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Որքանով է ընտրությունը նրա լեգիտիմ այն պարագայում, երբ քաղաքական դաշտը բացարձակապես ստերիլիզացվում է, բացարձակապես, երբ քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր ուժ չկա, ոմանք բանտերում են, ոմանք սպանված են, ոմանք վտարված են երկրից, այսինքն Պուտինը գնում է անվերջ ու հաղթում ինքը իրեն, հաղթում ինքը իրեն, ու այդպես կհաղթի այնքան, քանի դեռ ողջ է։ Սա է Ռուսաստանի դաշտում, Ռուսաստանում ժողովրդավարության ընկալումը։ Բայց տեսեք, օրինակ սխեման, ձեր ասած սխեման, որ պետք է Ռուսաստանը այնպես անի, որ Քոչարյանը, Փաշինյանը մտնեն խորհրդարան, բայց այն կողքի ուժերի անցկացումը, հա, իրենք ինչպես են ապահովելու, գնալու են դռնեդուր համոզեն, որ այ եթե Քոչարյան չեք ուզում, բայց հավանական ուժերին քվետվեք, ովքեր խորհրդարանում կմիանան Ռոբերտ Քոչարյանի ուժին, այստեղ չեք կարծում, որ ձեր այս առաջարկած վարկածը խոցելի է։ Ես ոչ թե առաջարկում եմ վարկած, այլ ասում եմ, որ նրանք գնալու են այդ սխեմայով եւ այդ սխեման չի գործելու։ Và ես եմ ասում, որ չի գործելու։ Նրանք ընտրան Գյումրիի տարբերակը։ Եվ այդ տարբերակը թիմ ընտրությունների տարբերակը համապետական ընտրություններում չի գործելու։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կան ուժեր, որոնք թույլ չեն տալու, որ այդ տարբերակը գործի։ Գյումրիում ստացվեց, Հայաստանի մասշտաբով չի ստացվելու։ Ինչու՞, եթե Գյումրիում ստացվեց, ինչու հանրապետության մակարդակով չի լինելու։ Որովհետև թիմ ընտրությունները եւ համապետական ընտրությունները ունեն էական տարբերություն։ Գյումրիում քաղաքական իշխանություն չէին ընտրում։ Գյումրիում ընտրում էին քաղաքային իշխանություն, որը պետք է քաղաքի կենսապահովման հարցերը լուծի։ Ոչ թե Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշի։ Համենայն դեպս առաջիկա 5 տարում։ Շատ էական տարբերություն է։ Ձեր կուսակցությունը ունի բան կանի, հա, որ այսպես ասած ռուսների ձեռքը չանցնի երկիրը, հնարավոր է ՔՊ-ի հետ կոալիցիա կազմի։
Գրեք ընտրություններից 1 տարի առաջ կոալիցիա կազմել չկազմելու մասին խոսակցությունները ես համարում եմ նոնսենս։ Որովհետև ընտրությունների ասում է ռուսահպատակներին իշխանություն չենք տալու։ Այո, չենք տալու, ինչպես չտվեցինք Երևանում, այնպես էլ Դա կոալիցիան էր, Երևանում կոալիցիան էր։ Եթե ուշադիր եղաք, Երևանի կոալիցիան ձևավորվեց ընտրություններից հետո, ոչ թե ընտրություններից առաջ։ Դա բայց հիմա եթե նման իրավիճակ լինի, էլի ԿՊ-ի հետ կգնաք այդ համագործակցությանը։ Ես կրկնում եմ, որևէ կոալիցիայի մասին խոսելը իմաստ ունի ընտրությունների արդյունքներով։ Որևէ մեկը հիմա մեր կուսակցությունում չի ասի կգնանք կոալիցիայի, չենք գնա կոալիցիայի։ Կտեսնենք ընտրությունների արդյունքները, կտեսնենք ստացված իրավիճակը, կգնահատենք ռիսկերը, ըստ այդմ կկայացնենք որոշում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ձեզ այդ իր այցի ժամանակ այս ակտիվացման հետ կապված հարցեր կբարձրաձայնի, թե ոչ։ Կամ պետք է բարձրաձայնի, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ելնելով տոնական դրամատրություններից հազիվ թե երկկողմ հարաբերությունների քննարկման առիթ լինի եւ հենց դա էլ պատճառներից մեկն է, որ ես ասում եմ իմաստ չունի, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին լինի Մոսկվայում, որովհետեւ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննարկումները միշտ էլ հնարավոր են։ Պետք չեն հատուկ, այսպես օրացուցային տոներ, առիթներ։ Բայց հենց այդ առիթների ժամանակ նույնիսկ ոտքի վրա խոսակցությունների ժամանակ են, չէ՞, շատ հարցեր օրինակ որոշվում, շատ հարցերի շուրջ մտքեր փոխանակվում։ Գիտեք, սա այն հարցն է, որ ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պիտի ասի, ես եմ հիբրիդային պատերազմի հրահանգը տվել, բայց դե որ եկար հասար Մոսկվա, լավ, չեղարկում եմ իմ հրահանգը։ Սա խոր մշակված քաղաքականություն է։ Եվ այս քաղաքականությունը սկսվել ու շարունակվելու է այնքան, քանի դեռ Ռուսաստանը իր նպատակին չի հասել։ Բայց ինչի հենց Կիրիենկոն եւ ոչ այն մեկը, որ մինչ այս կար։ Ամենայն հավանականությամբ Կոզակը չէր արդարացրել իր նկատմամբ բարձր վստահությունը, որովհետև 2020-ից առ այսօր հեղաշրջումը Հայաստանի Հանրապետությունում տեղի չէր ունեցել։ Ուստի Կոզակի հետագա պաշտոնավարումը այդ հանձնախմբում դառնում էր արդեն, ինչ ասեմ, անտեղի։ Նոր մարդ է նշանակվում, գալիս է նոր մոտեցումներով, իդեպ Կիրիենկոն, եթե հիշում եք, այլ վարչապետներ, որի օրոք Ռուսաստանը հասավ դեֆոլտի։ Այսինքն նա կտրուկ գործողությունների կողմնակից է։ Ռուսաստանը տարավ դեֆոլտի, որպեսզի սկսի հետագա տնտեսության առողջացումը։ Դա շոկային թերապիա էր։ Գուցե հերթական շոկային քայլերը նա փորձելու է ձեռնարկել նաև Հայաստանի Հանրապետությունում, ինչու ոչ։ Ռուսների գնահատում շատ կարճ ժամանակ է մնացել։ Բայց կուզեն ռուսները գա Հայաստանում իշխանություն ռուսամետ, Վլադիմիր Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունեցող անձ, ինչպիսին օրինակ Քոչարյանն է, որովհետև հանրությունը հետո ասելու է, լավ, եկաք պարոն Քոչարյան, շատ լավ, բայց դուք ասում եք ռուսների հետ այս իշխանությունը հարաբերությունները փչացրել է, այ որ մենք սա անենք, ռուսներից էլ սա կակնկալենք, բայց պատրաստ է իրավիճակում Վլադիմիր Պուտինը դեմ դուրս գալ Ալիևին, որ հայերի համար ինչ-որ դրական քայլեր անի, այստեղ նաև նման հարց է առաջ գալու։ Նարեկ, դուք շատ տրամաբանական ընթացք եք փորձում որդեգրել ձեր հարցում։ Առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում բերեք ինձ մի օրինակ, որ հաշվի է առնվում ժողովրդի կարծիքը, ժողովրդի տեսակետը։ Չկա նման օրինակ, որքան էլ փորձեք հայթայթել։ Դա մեկ, եւ երկրորդը։ Իսկ ով ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես դուք եք ուրվագծում, գալիս է իշխանության եւ կարողանում է ինչ-որ հարց լուծել։ Ինչ հիմքով եք այդ հարցը տալիս։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է նույն քաղաքականությունը, պարզապես այստեղից դիմադրության չի հանդիպելու։ Ընդհանրապես դա։ Ռոբերտ Քոչարյանը գալու է եւ չեղարկելու է Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Ռոբերտ Քոչարյանը գալու է եւ եվրադիտորդները բնականաբար այդ պարագայում Հայաստանի Հանրապետության տարածքում անելիք չունեն։ Հետևաբար մեր սահմանները շատ ավելի խոցելի են դառնալու։
Ռոբերտ Քոչարյանը գալու է եւ մի քանի ամիս հետո պարզվի որ դե ինչի մասին է խոսքը իհարկե ռուսները պիտի վերահսկեն մեղրի այնտեղ վերահսկողության խնդիր էլ չկա տալիս են ռուսներին նոյեմբերի 9-րդ կետով այդտեղ միջանցք չկա դա ընդհանրապես ճանապարհ է դա է լինելու հիմնավորումը բայց տրվելու է միջանցք տրվելուց հետո հայտնի չի ինչ է կատարվելու Սյունիքում Չէ, բայց դրանք այնքան պարզ ու պարզունակ են, որ այստեղ ինչ-որ բայթեր առաջադրել, դառնում է անհեթեթ։ Քոչարյանի թիմը հիմա շատ կոշտ քննադատում է այդ ճանապարհը Ադրբեջանին տալու գաղափարը նույնիսկ Հայաստանի սուվերենության, հա, ներքո ասում են վտանգներ դա կառաջացնի եւ այլն ինչպես կարող է Քոչարյանը գա եւ ինքը տա, այն էլ միջանցք։ Քոչարյանի թիմը ընդհանրապես հիմա դրսևորում է ճակոնություն քաղաքական ճակերտներում այսօր սա են ասում երեք ասում էին որ պետք է քննարկել միութենական կազմում լինելու ենք թե չենք լինելու այսօր դա են ասում վաղ ուրիշ բան են ասելու այդտեղ կասկածի դույզն իսկ նշույլ չկա Քոչարյանի թիմը մի բան ասում է մի բան անում կամ չեն շնակում Քոչարյանի թիմ կարող ինձ ասել ովքեր են Քոչարյանի Հայաստան խմբակցությունը խորհրդարանում երկրորդ ուժը Միայն Դե խորհրդարանում այո Լավ ընդունեցինք Հայաստան խմբակցությունը խորհրդարանում ձեր հիշողության մեջ դուք բարբերաբար լուսաբանում եք խորհրդարանի աշխատանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման որևէ քայլ արել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման որևէ քայլ արել է Ընդդիմությունը ինչ պետք է անի բավարար քվեներ չունեն իրենք հրապարակային հայտարարություն օրինագիծ նախագիծ քաղաքական դիրքորոշում Եղել է Եթե եղել է հիշեցրեք խնդրեմ ես գուցե վրիպել եմ Ինչ պետք է անեին Գիտեք Ինչ պետք է անեին ասելով արդարացնել հակահայկական, ոչ այնքան հակահայկական, որքան հակապետական քաղաքականությունը, պետականության դեմ ուղղված քաղաքականությունը, մեղմ ասած չի աշխատելու, որովհետև ակնհայտ է, որ այս պարագայում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է դրված խաղաղ սեղանին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրակայումը պատերազմից հետո Ես շատ կուզեի իմանալ, թե ինչ քայլեր է արել Ռոբերտ Քոչարյանը այդ ինքնիշխանության ամրապնդման համար, բացի նրանից, որ բարբերաբար հեղաշրջման փորձեր են ձեռնարկել ձեր իսկ նշած քաղաքական ուժերը։ Տիկին Ադամյան, Կիրիենկոյի այդ կոշտ ուժը, հա, ինչպես է դրսևորվելու Հայաստան, դուք որ ասում եք նա կտրուկ փոփոխությունների կողմնակից է, մենք ինչի ենք ականատես կամ ինչ փորձերի ենք ականատես լինելու։ Մենք ականատես ենք լինելու տարբեր ակտիվիստների, տարբեր քաղաքակտիվիստների, տարբեր բլոգերների հակապետական գործունեություն։ Մենք ականատես ենք լինելու գուցե նաև սադրանքների, բռնությունների։ Մենք ականատես ենք լինելու այն փաստի, որ ամեն ինչ արվելու է վարկաբեկելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն քաղաքական ուժերին, որոնք ռուսա հպատակ չեն, որոնք Կրեմլի վկաների դեմ են։ Դրան ենք ականատես լինելու։ Ականատես ենք լինելու Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողի տրամադրությունների վրա ազդելու փորձերին, համոզելու փորձերին, որ Ռուսաստանի Դաշնությունն է միակ փրկիչը, որ Ռուսաստանի Դաշնությունն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության երաշխավորը, որ Ռուսաստանի Դաշնության հետ են Հայաստանի Հանրապետության տնտեսական կապերը, որ եթե մենք հանկարծ փորձենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, մենք կկորչենք, կկործանվենք, որ առանց Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետություն որպես ինքնիշխան պետություն գոյություն ունենալ չի կարող։ Այս մտայնության արմատավորումը եւ արմատակալումը լինելու է Կիրիենկոյի հանձնախմբի գործունեության հիմքում։
Պարզապես Արամ Սարգսյանն էր տարիներ առաջ հիմա Ամեկ Պլյուսի արխիվից մի տեսանյութ են շրջանառում, որ ասում էր, որ հանենք ռուսներին Թուրքիայի սահմանից ինչպես ենք պահելու, մենք մեզնով Ադրբեջանի հետ սահմանը չենք կարող պահենք, մի հատ էլ ռուսներին ընդեղից հանենք, բա ինչ ենք անելու։ Գիտեք, այդտեղ առանցքային բառը տարիներ առաջն է։ Տարիներ առաջ, գուցե այդպես է եղել։ Տարիներ հետո այլևս այդպես չէ։ Հաշվի առեք ռուս-թուրքական հարաբերությունները, հաշվի առեք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, հաշվի առեք այն ամբողջ ընթացքը 20-20-ից առաջ, 20-20-ին ու 20-ից հետո։ Ռուսաստանի Դաշնությունը այն պետությունն է, որի ձեռքով մենք հայրենիք ենք կորցրել։ Հայրենիք։ Արամ Սարգսյանը տարիներ առաջ դա չգիտեր։ Եվ չէր կարող որևէ մեկը կանխատեսել, որ ռուսների ձեռքով հայաթափվելու է Արցախը։ Չմոռանանք այդ փաստերը։ Չգիտեք ինչու մենք այն ամենը ինչ որ ակնհայտ է, մոռանում ենք, անտեսում ենք, չենք ֆիքսում։ Ինչ է արել Ռուսաստանի Դաշնությունը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կյանքի կոչելու համար։ Որտեղ են այսօր հայ ռազմագերիները։ Եվ վերջապես եկեք նաև ամրագրենք այն հանգամանքը, որ ռազմագերիները ամենայն դեպս թվի բազմապատկում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների գործուն աջակցությամբ, Փարուխում, Խծաբերդում, Ինթաղերում, եւ Ռուսաստանի Դաշնությունը հրապարակեց խաղաղապահների տեղակայման մի քարտեզ, որը մի քանի ժամ հետո, չգիտես ինչու, վերածվեց մեկ այլ քարտեզի։ Եվ առանց որևէ համաձայնեցման հանկարծ հայկական տարածքները հանձնվեցին Ադրբեջանին, հանձնվեցին այդ պահին այնտեղ գտնվող հայերով։ Որևէ մեկ էս հարցը բարձրացրել է, որևէ մեկ էս հարցի պատասխանը ունի, թե այս հարցի ռետորական պատասխան համարենք այն փաստը, որ դրանից ընդամենը մի քանի օր հետո Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում էր Թուրքիայի պաշտպանության նախարարին ու ասում էր, ինչ համատեղ փայլուն օպերացիա իրականացրինք։ Դա է պատասխանը։ Ինչի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, Նարեկ ջան, որ մենք չպիտի թերագնահատենք ժողովրդի մտածելու, եզրակացություններ անելու եւ ճիշտ որոշում ընդունելու ունակությունը, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունն էլ, թերևս նաեւ այստեղ Հայաստանի Հանրապետությունում էլ որոշ ուժեր անդադ փորձում են ժողովրդին ներկայացնել որպես բիոմասսա, զանգված, որը չունի հավաքական ուղեղ, ինչ ասեն են էլ կանի։ Բացարձակապես այդպես չի, հավատացնում եմ ձեզ։ Բացարձակապես այդպես չի։ Բիոզանգված Հայաստանի Հանրապետությունում վաղուց արդեն չկա։ Այդ բիոզանգված որակվողները անհատներ են, մարդիկ են։ Յուրաքանչյուրը մտածելու, եզրակացություն անելու, ճիշտ ընտրության գնալու իր հնարավորությունը ավելին պարտականություն ունի։ Տիկին Ադամյան, Կոպիրկին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը վաղուց արձանագրել է տարածաշրջանում ակտիվացող արևմտյան պետությունների բարի նպատակներով հռչակագրերի հետևում թաքնված ոչ բարի մտադրությունները եւ նրա խոսքով նրանց պաշտոնական ներկայացուցիչներն իրենք են մեղանականով ներկայացել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո եւ մեղադրում է, ասում է, որ հիմա հասել ենք նրան, որ փորձում են ոչնչացնել Երևանի եւ Մոսկվայի դաշնակցային կապը հայ գործընկերներին հարաբերությունների դիվերսիֆիկացման հարցում օգնելու պատրվակով։ Դուք ինչպես եք։ Դուք ձեր երկար հարցից ինչ հասկացաք։ Մեջ վերեցի ես Հայաստան։ Ես հասկացա, որ դուք Կոպերկինին մեջ վերեցիք, դուք մի քանի րոպե առաջ ոչնչացնում են։ Մի քանի րոպե առաջ ասում եք Կիրիենկոն ինչ է անելու, այ Կիրիենկոն դա է անելու։ Կիրիենկոն դա է անելու։ Կոպերկինին ցույց է տալու հարցազրույց տալ Հայաստան։ Կոպերկինին ցույց է տալու, թե Կոպերկինը ինչ հայտարարություններ անի, որոնք իբր թե պիտի աշխատեն։ Իսկ ինչ է ասում Կոպերկինը։ Ասում եմ ոչնչացնում է արևմուտքը հայ-ռուսական բարեկամությունը դիվերսիֆիկացիայի անվան տակ։ Բերում է որևէ փաստ։ Կոնկրետ փաստ։ Այս հարցազրույցում ինչպես է ոչնչացնում, բայց որևէ հարցազրույցում կա այդ փաստը, որ բերի։
Ինչ է անում Արևմուտքը Հայաստանի Հանրապետությունում։ Արևմուտքը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հիշենք ջերմուկի դեպքերը։ Հիշենք եվրադիտորդների տեղակայումը Հայաստանում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը դադարի վերջապես իր լարախաղացությունը, վերջապես դադարեցնի իր լարախաղացությունը, Արևմուտքի աջակցությունը կարող է շատ ավելի զգալի, շատ ավելի գործուն, շատ ավելի հասցեական լինել։ Եթե վերջապես մենք դադարենք սառեցված անդամ լինելու դուրս գանք հապկից, մենք արդեն հնարավորություն կունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խարտիայի ռազմական մասը զարգացնել։ Մենք արդեն հնարավորություն կունենանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրել։ Խարտիայում ռազմական մաս կար։ Չկա պիտի լինի։ Ինչու ոչ։ Ինչու ոչ։ Ես ասում եմ զարգացնել, ես չեմ ասում ստեղծել։ Զարգացնել, ինչու ոչ։ Բայց չեղած բանը ո՞նց ենք զարգացնելու։ Բանակցությունների միջոցով գնում ենք ներկայացնում ենք մեր հնարավորությունները, մեր խնդիրները, մեր անելիքները, մեր ծրագրերը, մեր առաջարկները։ Ստանում ենք կամ այո, կամ ոչ, կամ այդ առաջարկները զարգացնելու։ Այս անկայուն Թրամփի հետ հնարավոր է։ Գիտեք, Թրամփի այդ անկայունությունը ես կարծում եմ, որ արտաքուստ է առաջին հայացքից է։ Թրամփը բացարձակ անկայուն չի։ Կարող է 7 անգամ փոխել իր տեսակետը, բայց Թրամփը հստակ գնում է մի ծրագրի։ Դա ակնհայտ է։ Եվ եկեք միայն Թրամփով չպատճառաբանենք, Թրամփից բացի կա Եվրամիություն։ Եվրամիություն, որ ստեղծում է ՆԱՏՕ պլյուսը, որտեղ կարող են անդամակցել ոչ Եվրամիության անդամ երկրներին չի անում Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ պլյուսում ներկայացված լինելու համար։ Քանի դեռ հապկի անդամ է, ոչինչ չի անելու, երբ է դուրս գալու հապկից պատասխանեք իմ այս հարցին։ Ինչ ենք անում մենք ռուսական մոնոպոլիաները Հայաստանի Հանրապետության տարածքում, ռուսական մոնոպոլիաների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա նվազեցնելու համար։ Դարակազմիկ հարց, որի իշխանավարմանը ամբողջ ընթացքում տնտեսական հեղափոխության բուռն պոռթկումներով հանդերձ որևէ պատասխան չստացավ։ Տիկին Ադամյան, բայց չեք չափազանցնում, նկատի ունեմ ձեր կուսակցությունը, երբ որ այն Թաղապետարանի դեպքը, այսպես աշխարհաքաղաքական դիրքավորումներից է ներկայացնում, այ ուզում են Հայաստանում ժողովրդավարությանը վնաս տալ եւ այլն, դրա համար նման ակցիաներ են կազմակերպում, այսինքն դա մի քիչ ուռճացված չէ։ Բացարձակապես։ Ես շատ ցավում եմ Հայաստանի Հանրապետության այն լրագրողների համար, որոնք որդեգրեցին միակողմանի լուսաբանման տեսակետը, որովհետև եթե եղել է նման միջադեպ, գիտեք, շատ հեշտ է մեղադրել մի կողմին եւ անտեսել մյուս կողմի գործողությունները, ինչեր նախորդել այդ ամենին։ Հանրապետություն կուսակցությունը հայտարարություններ է արել Թաղապետի հայոյանքը չէր նախորդել։ Թե խմբակցության մակարդակով, թե կուսակցության քաղաքորդի մակարդակով։ Արամ Սարգսյանն ստատուսով բացատրել իրավիճակը։ Ես կարծում եմ, որ գիտեք, հասարակության համար այս պարագայում շատ ավելի կարևոր է հասկանալ, իսկ ինչ է նշանակում հասարակական ակտիվիստ։ Ինչ է նշանակում բլոգեր։ Չէ, բայց պաշտոնյա բարձր պատասխանատվությամբ դա ավելի առաջնային է, որ պետք է պաշտոնյան Դուք հիմա, Նարեկ ջան, դուք հիմա այդ միակողմանի տեսակետն եք շարունակում զարգացնել եւ թույլ չեք տալիս, ես հարցին ձեր պատասխանեմ։ Գիտեք, պատասխանատվությունը պետք է կրեն բոլորը, պաշտոնյան առավել եւս։ Բայց դուք պատկերացնում եք որևէ հասարակական ակտիվիստ Ռուսաստանում կարողանա նման քայլ անել։ Բայց ինչ ենք մենք վատի հետ առաջին հերթին նրանից, արևմուտքի հետ համեմատվենք, որտեղ էլ ավելի վատ բաներ են։ Սենք առաջին հերթին նրանից, որ Ռուսաստանում ցանկացած հասարակական ակտիվիստ կորակվի ինոագենտ։ Եվ գործողությունների Իսկ ինչու չհամեմատվել եվրոպացի ֆերմերների հետ, որոնք գոմաղբը բերում մայրաքաղաքի կենտրոնում են որպես բողոքի նշան լցնում։ Ինչի վատ Ռուսաստանը, որտեղ ժողովրդավարություն ընդհանրապես չկա, ինչու ենք զուգահեռ դրա հետ։ Դուք հիմա ինքներդ ասում եք, որ վատ Ռուսաստան է, որտեղ ժողովրդավարություն ընդհանրապես չկա, եւ չեք ուզում մի քայլ առաջ գնալ զարգացնելու, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի Հանրապետությունում հաստատել հենց այդ ժողովրդավարություն ընդհանրապես չկա դրույթը։
Միանշանակ է, որ ակցիան, որը հասարակական ակտիվիստները իրականացնում էին, շատ լավ ծրագրված սադրանք էր։ Իսկ դուք ինչպես ձեզ կպահեիք, երբ ձեր աշխատավայրում գային, հագցնեին ձեր լուսանկարը, վրան յոգորտ լցնեին։ Ինչ կանեիք դուք, կասեիք շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ այստեղ շատ մեծ բացթողում ունեն նաև իրավապահները, որովհետև այդ ակցիայից հետո իրավապահները պետք է քրեական գործառույթ Գուցե սկզբի եւ սեռական բնույթի հայհոյանքներ չէի տա, որպեսզի նման ակցիայի ականատես չլինի։ Սեռական հայհոյանքները, որոնք այդպես ֆետիշացվում են, ներկայացվում են որպես այնպես ինչ ասեմ, վերերկրային անհասկանալի, անընդունելի, չգիտեմ ինչ դրսևորում, եկեք այդ սեռական հայհոյանքներին մի կողմ դնենք, հա, պարզենք պատճառը։ Պարզենք պատճառը, սեռական հայհոյանքների պատճառը։ Արդարացում ունի փաստորեն սեռական հայհոյանք։ Որևէ բռնություն, հանրապետություն կուսակցությունը, որևէ բռնություն երբևէ ոչ արդարացրել է, ոչ էլ կարդարացնի։ Մենք ասում ենք հասկանանք պատճառը։ Սա սադրանք է ուղված այն կուսակցության դեմ, սա դրանք է ուղված այն կուսակցության դեմ, որին փորձում են համապետական սադրանքին դրվեք խորիմաստ լինելը այստեղ շատ հեշտ է ասել։ Դուք անդադ ընդհատում եք, չեք թողնում, որ ես խնդրեմ ձեր ակնկալած մեկնաբանությունը տա։ Ես կարծում եմ, որ այս պարագայում դուք էլ ժողովրդավար լրագրող չեք։ Խնդրեմ, շարունակեք, պարզապես հարցազրույցի ֆորմատն է, որ նաև ավելի դինամիկ լինի։ Շատ շնորհակալ եմ դինամիզմի համար։ Եկեք հասկանանք, ինչու իրավապահ մարմինները չմիջամտեցին հենց առաջին օրը կանխելու միջադեպի հետագա զարգացում։ Արդյոք այստեղ իրավապահ համակարգը անելիք չուներ։ Եկեք նաև արձանագրենք այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որովհետև այդ պետական ծառայողը մի կողմից անընդհատ ենթարկվում է բլոգերների, հասարակական ակտիվիստների, չգիտեմ ինչ ճնշումներին, մյուս կողմից ենթարկվում է պետական ճնշումներին, վերահսկողական տարբեր մարմինների եւ կորչվում է մարդու նախաձեռնողականությունը։ Մարդը արդեն չի ուզում աշխատանքի մեջ ինչ-որ քայլ առաջ անել, որովհետև դա մի կողմից կորակվի կոռուպցիա, ինչ-որ շահ ունես, անձնական, որ այս հարցը փորձում ես առաջ տանել, մյուս կողմից էլ հասարակական պարսավանքի կարող է ենթարկվել։ Նշված մանկապարտեզի դեպքը, առաջին, ինչ կապ ունի նոր Նորքի համայնքապետարանը այդ մանկապարտեզի հետ։ Արդյոք ձեր պաշտպանյալ բլոգերը այնքան օրենսդրություն Ես որևէ մեկին չեմ պաշտպանում, ես ձեր նշած բլոգերը այնքան օրենսդրական, ինչ ասեմ, գրագիտություն չուներ, որ հասկանար, եթե մրցույթը հայտարարել է քաղաքապետարանը։ Շինարարությունը մրցույթում հաղթած կազմակերպությունը իրականացրել է շինարարություն, որի հետ քաղաքապետարանը ընդհանրապես որևէ կապ չունի։ Շինարարության ավարտը չի արձանագրվել, ընդունման ակտ չկա, ոչինչ չկա։ Այսինքն մանկապարտեզը դեռ չի հանձնվել համայնքի բալանսին։ Ինչ կապ ունի այդտեղ համայնքապետարանը։ Եվ եթե դա կոնկրետ ուղղորդված ակցիա չէր հանրապետության վարչական շրջանի ղեկավար անձի դեմ, բնականաբար օրենսդրություն ձեռնելով ձեր նշած անձինք պետք է գնային քաղաքապետարան, կոռուպցիոն ռիսկերը, կոռուպցիոն սխեմաները։ Իրենք ասում են թաղապետ, ինչու հետևողական չես, որ ժամկետների մեջ լինի։ Դա թաղապետի ֆունկցիան չի, դա քաղաքապետարանի ֆունկցիան է։ Ինչ կապ ունի այդտեղ թաղապետը։ Թաղապետը կարող է սկսել իր ֆունկցիաները իրականացնել այն պահից, երբ մանկապարտեզի շահագործման ակտը կստորագրվի, աշխատանքները կավարտվեն եւ մանկապարտեզը կհանձնվի վարչական շրջանի բալանսի։ Իսկ հիմքում ի՞նչն եք դնում, որ ասում եք այդ բլոգերը ուղղորդված այդ ռուսական այդ ծրագրերով այդ ակցիան իրականացրել էր։ Ունեք ինչ-որ փաստական տվյալներ։ Հիմքում դնում եմ այն փաստը, որ սույն բլոգերը բարբերաբար պատտվել է ոչ միայն Նոր Նորքի, այլ նաև Դավիթ Հաշեմի, այլ նաև Մալաթիա Սեբաստիայի թաղապետարանների դռներին։ Այդ դա է հիմքում։ Այլ տեղեր էլ է, բայց ոնց որ գնում ինչ որ այդ
փողոցների, մայթերի եւ այլնի աղբի հետ կապված մի քանի տարի կա այսպես ասած հանրության կյանքում ինքը եւ այդ խնդիրները ցույց է տալիս։ Ինքը ուղղորդված գնում է հենց այն տարածքներ սադրանքներ անելու, եթե համացանցում ուշադիր եղեք, մեր վարչական շրջանների մյուս ղեկավարներն են այդ սադրանքների նմուշները հանրայնացրել։ Գնում է հենց այդ ճանապարհով։ Եվ վերջապես եկեք ֆիքսենք նաեւ այն փաստը, որ Տիգրան Տեր-Մարգարյանը այն վարչական շրջանի ղեկավարն էր, որ եղել էր Բուչայում, եւ դա ամենայն ակներևությամբ Ռուսաստանում չէր մոռացվել։ Եվ արդյոք եղավ սպառնալիք ԿՊ-ին, թե ոչ Հանրապետության կուսակցության կողմից հաշվի առնելով Ռոմիկ Մխիթարյանին հայտարարությունը, որ եթե Նորքի թաղապետը աշխատանքից ազատվի, մենք բոլորս բան կանենք, հրաժարվենք մեր պես պաշտոններից եւ այլնից եւ հաշվի առնելով ԿՊ-ն էլ ոչ տենց մի ամուր մեջք չունի քաղաքային իշխանությունում զիջումների է գնալ։ Շատ կուզեի իմանալ, թե ինչու եք դուք ձևակերպում սպառնալիք։ Այդպես որևէ սպառնալիք հանրապետությունը որևէ մեկին, որևէ քաղաքական։ Բա ինչ է նշանակում, եթե Տիգրան Տեր-Մարգարյանը ազատվի, մենք էլ։ Դուք ամենայն հավանականությամբ ուշադիր չեք եղել նաև Արամ Սարգսյանի ստատուսին։ Փորձեց մեղմել հաջորդ օրը գրառմամբ իրավիճակը։ Դա ձեր ձևակերպումն է փորձեց մեղմել։ Գիտեք, երբ որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ձայներով մենք հայտնվեցինք Երևանի ավականիում, մենք չենք գնում պաշտոնների։ Այսինքն տարաձայնություն կա։ Մենք չենք գնում պաշտոնների։ Մեկը ասում է կգնանք բոլորը։ Որևէ տարաձայնություն կուսակցությունում չկա։ Եկեք մի փորձեք գտնել այն, ինչ գոյություն չունի, այն մուտսենյակ կատու հիշում եք այդ համացանցի չինական։ Որևէ տարաձայնություն կուսակցությունում չկա։ Եվ ես կրկնում եմ, մենք ավականի ընտրվելուց հետո չեն գնացել քաղաքապետարան վարչական պաշտոններ ստանալու համար։ Պաշտոնները մեզ առաջարկվել է իբրև պատասխանատվություն։ Եվ մենք ստանձնել ենք այդ պատասխանատվությունը։ Մենք հիմա էլ Արամ Սարգսյանը շատ հստակ ասել է. կարող ենք այդ պաշտոններից հրաժարվել, բայց հույս չունենաք իր բառերն կրկնում, որ մայրաքաղաքը կհանձնենք ռուսահապատակներին։ Սա կարծում եմ շատ հստակ պատասխան է Հանրապետություն կուսակցության կողմից։ Ձեր ասած Կիրիլենկո, Կոպիրկին, բլոգեր, չգիտեմ ինչ ողջ մասսայի։ Դեմ այս աղմուկի ֆոնին ճիշտ չի լինի, որ հրաժարվի Տիգրան Տեր-Մարգարյանը իր պաշտոնից եւ շարունակեք պայքարել ու քաղաքը չտակ ռուսահպատակներին։ Դուք ուզում եք Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարվի եւ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո յուրաքանչյուր պետական ծառայող դառնա հաջորդ Տիգրան Տեր-Մարգարյան, դա է ձեր նպատակը։ Այսինքն Գիտեք, ես հանրային քննարկման հմայքում, այնտեղ եթե ուշադիր եղել եք, քննարկմանը մասնակցում են նաև շատ տատիկներ։ Ես հայտնվեցի ստուդիայում, տատիկների մի ամբողջ խումբ ինձ շրջապատեց ու առաջին խոսքն էր Տիգրանին չտակ։ Ճիշտ ասած, ես այդ բանը չկողմնորոշվեցի, թե ինչ Տիգրան պետք է չտանք, ում պետք է չտանք, ոնց պետք է չտանք։ Հետո իրենք սկսեցին բացատրել, այ որ դուք հիմի Տիգրանին հանձնեք, դրանք գալու են մեր տուն։ Հա, ինչ հետաքրքիր է, երբ ես էլ Նորքի թաղապետարանի տարածքում հարցում էի անում եւ բավական տատիկներ եւ երիտասարդներ ասում էին պետք է այդ դեպքից հետո հրաժարական ներկայացնի։ Ես կարծում եմ, որ ես կրկնում եմ այն ինչ տեսել եմ ես, դուք ասում եք այն ինչ տեսել եք դուք։ Դա որևէ բախման թեմա չկա։ Այստեղ կա հերարցակեմ եւ նաեւ դուք կտեսնեք։ Ես չեմ կասկածում ձեր ասածին, ես ասում եմ այն ինչ ինձ են ասել, դուք ասում եք այն ինչ դուք ձեզ են ասել։ Դա որևէ տարածություն։ Սա հակաժողովրդավարական չէր պահվածքը թաղապետի, հակաեվրոպական չէր։ Բայց ինչու եք դուք պատկերացնում, որ Եվրոպայում չկա կարգ ու կանոն, որ Եվրոպան այսպես ամենաթողության դաշտ է, եւ որ ժողովրդավարություն ասելով մենք բոլորս ամեն ինչից այսպես շատ հզոր զրահով պաշտպանված ենք։ Գիտեք, եկեք դադարենք, հա, այդ եվրոպական արժեքները դարձնել ամենաթողություն։ Եկեք դադարենք Եվրոպա ասելով պատկերացնել, որ Եվրոպայը ով ինչ ուզում, որտեղ ուզում, ոնց ուզում անում է։ Այդպես չի։ Միանշանակ այդպես չի։
Համենայն դեպս որևէ երկիր վերցրեք Եվրամիության եւ տեսեք ինչ օրենսդրական դաշտ կա։ Ինչպես է կարգավորված բլոգերների գործունեությունը, հասարակական ակտիվիստների գործունեությունը, ոստիկանության գործունեությունը։ Համեմատելու եզր մենք այստեղ Եվրոպայի հետ, ես դա ասում եմ խոր ցավով, դեռ չունենք։ Եվ հանրապետություն կուսակցությունը, որ առաջ է քաշում եվրոպական արժեքները, որ Եվրամիության անդամակցության գործընթացը արագացնելու կոչեր է անում, հենց այդ մթնոլորտը նաև երկրում հաստատելու նպատակ ունի։ Տեսեք, դուք հիմա մի, ինչ ասեմ, դրվագ ֆետիշացնում եք, հարցազրույցի զգալի մասը նվիրում եք այդ դրվագին, այն պարագայում, որ մենք ունենք շատ ավելի կարևոր թե արտաքին քաղաքական, թե ներքին քաղաքական խնդիրներ։ Ինչու՞։ Ես ուզում եմ սա իմանալ, ինչու՞։ Ես բնավ պատասխանատվությունից կամ բռնությունը դատապարտելու չեմ խոսափում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչու միջին վիճակագրական հայի շատ ավելի հետաքրքրում են նման դրվագները, քան իր երկրի ճակատագիրը, քան իր անելիքները այդ երկրի ճակատագիրը դեպի բարելավում տանելու համար։ Արդյոք դա հանրության մեղքն է։ Արդյոք դա լրագրողների մեղքն է, արդյոք դա քաղաքական գործիչների մեղքն է, ում մեղքն է, դա հասարակական։ Կա այդտեղ մեղք, կա այդտեղ ընկալումների որակական տարբերություն, թե չկա։ Փորձեք մտածել այդ հարցերի մասին ձեր հաջորդ հարցազրույցներում։ Ես ուզում եմ այնուամենայնիվ արձանագրել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությանը իբրև հանրություն միջին վիճակագրական ընտրողին հնարավոր չի նման դրվագներով շեղել բնական զարգացումից։ Իսկ այդ բնական զարգացումը ունի մի քանի բաղադրիչ։ Առաջինը մենք պետք է ապահովենք երկրի ազգային անվտանգությունը, երկրորդը պետք է ապահովենք ժողովրդագրական անվտանգությունը եւ բնականաբար պետք է ապահովենք նաեւ աշխատատեղերը։ Այ եթե մարդիկ ունենան ռեալ վճարվող աշխատավարձով աշխատատեղեր, եթե տնտեսական անվտանգություն ունենանք, պարոն Կիրակոսյան ջան, նման միջադեպերը հաստատ կվերանան։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Շնորհակալություն Տիկին Ադամյան հարցազրույցի համար։